Ամենակալ և սիրող Հայր, այս պահին կանգնած եմ քո ներկայության մեջ, գոհությամբ լի հոգով։ Ես շնորհակալ եմ քեզ այն անգին պարգևի համար, որ տվել ես ինձ, և դա իմ ընտանիքն է։ Քո խոսքը մեզ ասում է, որ ընտանիքը ոչ թե պատահականություն է, այլ քո կամքն է։ Տեր, Սուրբ գրքում գրված է. տունն ու ունեցվածքը հայրերից են ժառանգվում, բայց խոհեմ կինը տիրոջից է։ Մենք գիտենք, որ ընտանիքը սկիզբ է առնում քո սուրբ կամքից։ Դու ես միավորել ամուսնուն ու կնոջը, ինչպես Հոբում է գրված. Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, և դու հզոր նպատակ դրեցիր ընտանիքի համար, որ այն լինի օրհնության աղբյուր, քո խրատների ու սիրո փոխանցման վայրը։ Այսօր ես բարձրացնում եմ աղոթքս իմ ընտանիքի համար։ Տեր, օրհնիր մեր ընտանիքը, պահիր այն քո թևի հովանու ներքո։ Թող քո հոգին բնակվի մեր մեջ, թող քո ներկայությունը լցնի մեր տունը, մեր խոսքերը, մեր մտածումները։ Թող մեր տունը լինի ոչ թե միայն քո բնակության վայրը, այլ երկնքի մի փոքր արտացոլումը երկրի վրա։ Տեր, ես այսօր հռչակում եմ, որ իմ ընտանիքը քոնն է։ Ոչ մի սատանայի ծրագիր, ոչ մի խավար ուժ իրավունք չունի գործելու մեր տան մեջ։ Քրիստոսն ասաց. տունը, որ կառուցված է ժայռի վրա, չի քանդվի։ Տեր, մեր տունը քեզ վրա է կառուցված։ Մենք հռչակում ենք քեզ, որպես մեր տան Տեր և Տիրակալ։ Տեր, ես աղոթում եմ ամուր ամուսնությունների համար։ Այսօրվա աշխարհում սատանան փորձում է քանդել ընտանիքների հիմքերը, բաժանությամբ, խաբեությամբ, սառնությամբ, բայց մենք կանգնած ենք քո խոսքի հիմքի վրա։ Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի։ Մենք խնդրում ենք, լցրու ամուսիններին քո սիրով, համբերությամբ, միաբանությամբ։ Տեր, ես աղոթում եմ, որ ծնողները իրենց երեխաների համար լինեն այնպիսի օրինակներ, ինչպիսին դու ցանկանում ես։ Թող հայրերն ունենան մեղմ սիրտ և իմաստություն, առաջնորդելու իրենց երեխաներին։ Թող մայրերն օժտված լինեն հոգատարությամբ և հեզությամբ, ճիշտ դաստիարակելու իրենց զավակներին։ Թող քո Սուրբ Հոգին լինի նրանց խորհրդատուն ամեն քայլում։ Տեր, աղոթում եմ մեր երեխաների համար։ Մենք հռչակում ենք, որ նրանք քոնն են։ Դու նրանց ձևավորել ես իրենց մոր որովայնում։ Դու ունես ծրագիր նրանց կյանքի համար։ Ոչ մի սուտ գաղափարախոսություն, ոչ մի մոլորեցնող ուսմունք չպիտի շեղի նրանց քո ճանապարհից։ Ինչպես գրված է. խրատիր մանուկին իր ճանապարհի մեջ, և երբ մեծանա, չի շեղվի։ Տեր, մենք կանգնած ենք որպես ընտանիք, միասնական աղոթքով քո խոսքի ճշմարտության վրա։ Մենք մերժում ենք թշնամու բոլոր գործերը և հռչակում ենք, որ մեր տունը պատկանում է քեզ, մեր ընտանիքը ծառայում է քեզ։ Ոչ մի վախ, անօրինություն, ոչ մի կռիվ կամ բաժանում իրավունք չունի մուտք գործել մեր տուն։ Տեր, օրհնիր ընտանեկան խաղաղությունը, թող մեր տան մեջ գործի ներողամտություն, սիրով առաջնորդություն և խաղաղություն։ Քո խոսքն ասում է. երբ Տերը չգործի, աշխատողները զուր են գործում։ Մենք խնդրում ենք, Տեր, կառուցիր մեր տունը քո ձեռքերով, դարձրու այն սիրո ու վստահության սուրբ վայր։ Տեր, աղոթում ենք այն ընտանիքների համար, որոնք վերքեր ունեն, այն տան համար, որտեղ կորուստ է եղել, բաժանում կամ վիրավորանք։ Միայն դու կարող ես բժշկել սրտի վերքերը։ Քո խոսքն ասում է. նա բժշկում է սրտաբեգներին և կապում նրանց վերքերը։ Տեր, վերականգնիր կոտրված ընտանիքները։ Ես նաև աղոթում եմ այն կանանց համար, ովքեր փորձում են միայնակ պահել իրենց ընտանիքը, նրանց, ովքեր հոգ են տանում երեխաների համար, կերակրում ընտանիքը, բայց երբեմն մոռացվում են։ Դու ասում ես. մի մոռացեք այրին ու որբին։ Տեր, եղիր նրանց մխիթարիչը, օրհնիր նրանց ամենափոքր զոհաբերություններն անգամ։ Հայր,
Մենք գիտենք, որ ընտանիքը քո ծրագիրն է, ճշմարտությունը սերնդեսերունդ փոխանցելու համար։ Աղոթում եմ, որ մեր ընտանիքները լինեն քո սիրո արտահայտությունը։ Թող մեր խոսքերը, որոշումներն ու կյանքը վկայեն քո գոյության մասին։ Տեր, մենք աղոթում ենք քրիստոնեական ընտանիքների համար ամբողջ աշխարհում։ Խնդրում եմ, ոգեշնչիր, զորացրու եւ քաջալերիր նրանց։ Թող բոլոր քրիստոնյաների տներում լինեն ոչ թե տրտոնջի խոսքեր, այլ օրհնություններ։ Թող նրանց երեխաները տեսնեն ծնողների, ովքեր ծնկաչոք աղոթում են եւ մնում են քո խոսքի մեջ։ Տեր, երբեմն հեշտ չէ լինել ընտանիքում, որովհետև մեր սրտերը հպարտ են, մեր լեզուն զսպված չէ։ Բայց խնդրում եմ, սովորեցրու մեզ սիրել ոչ թե զգացմունքներով, այլ որոշմամբ։ Ինչպես դու սիրեցիր մեզ, երբ մենք դեռ մեղավոր էինք։ Թող մենք չթողնենք հիասթափությունը կառավարի մեր սրտերը, այլ լինենք համբերող եւ խաղաղասեր։ Տեր, թույլ մի տուր, որ աշխարհիկ ճնշումները քանդեն քո դրվածքը։ Մենք մերժում ենք այն գաղափարը, որ ընտանիքը հնացած է կամ անիմաստ է։ Ես գիտեմ, որ դու ես մեր կյանքի ճարտարապետը։ Եվ եթե դու ընտանիք ես ստեղծել, ապա այն սուրբ է, զորավոր է եւ անփոխարինելի։ Տեր, օրհնիր նաեւ մեր ծնողներին, պապիկներին ու տատիկներին։ Թող մեր ընտանիքներում պահպանվի սերունդների միասնությունը։ Թող պապիկի խորհրդով, մայրիկի աղոթքով, երեխայի ժպիտով տունը դառնա տաքության եւ կյանքի վայր։ Դու ասել ես. «Պատվիր քո հորը եւ մորը, որ երկար ապրես»։ Մենք ուզում ենք հարգել նրանց, ովքեր հիմք են դրել մեր ընտանիքներին։ Տեր, ես աղոթում եմ, որ մենք երբեք չմոռանանք, ընտանիքը առաքելություն է։ Մենք չենք ընտրվել միայն երջանիկ ապրելու համար, այլ լույս լինելու։ Թող մեր տան դուռը բաց լինի օտարների համար, աղքատների համար, կարիքավոր մարդկանց համար։ Թող մեր սեղանը մի վայր լինի, որտեղ սերն է իշխում։ Տեր, օրհնիր նաև մեր ֆինանսական կարիքները։ Դու ասել ես, ամեն բարի պարգև եւ կատարյալ շնորհ վերևից է։ Մենք հավատում ենք, որ դու հոգում ես մեր կարիքների համար։ Թող մեր ձեռքի աշխատանքը օրհնված լինի։ Թող ոչ միայն մեզ բավարարի, այլ կարողանանք օրհնել ուրիշներին։ Ամեն օրվա համար, Տեր, տուր մեզ սիրով լցված աչքեր, տեսնելու մեր ընտանիքի անդամներին որպես պարգև։ Թող ոչինչ չսառեցնի մեր սրտերը։ Թող մենք սովորենք ներել, ինչպես դու ներեցիր մեզ։ Թող երբեք չգոռանք, երբ պետք է խոսենք մեղմ։ Թող երբեք չվիրավորենք, երբ պետք է օրհնենք։ Տեր, երբ գալիս են փորձությունները, թույլ մի տուր, որ մեր տունը քանդվի։ Վերջապես, Տեր, մենք հռչակում ենք հավատքով։ Մեր ընտանիքը քոնն է, մեր տանտերը դու ես, մեր երեխաները քեզ են պատկանում, մեր ամուսնությունը քեզ է նվիրված, մեր որոշումները քո խոսքով են առաջնորդվում եւ մեր ապագան քո ձեռքում է։ Շնորհակալ ենք քեզ այս անգին պարգևի ընտանիքի համար։ Թող մեր սրտերը երբեք չմոռանան քո ողորմությունը։ Այս աղոթքը բերում եմ Հիսուսի թանկագին անունով։ Ամեն։